Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Պարոն Դանիելյան, տպավորություն է, որ բոլոր կարևոր իրադարձությունները դուք կենտրոնացնում եք ձեր վրա։ Մի քանի օր առաջ, որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյան ազգային ժողովում էր մի քանի ժամ ելույթ ունեցավ, բայց այդ ամենը հիշվեց միայն այն դրվագով, երբ դուք մեջբերում եք անում, որ դուք էլ սիրում եք Մոնիկա Բելուչիին։ Այսօր Արարատ Միրզոյանն էր ազգային ժողովում, բավականին երկար ելույթ ունեցավ, բայց նշանավորվեց նրանով, որ ձեզ տուգանեցին ոստիկանները այքոս օգտագործելու համար։ Ինչ է կատարվում։ Նենց չի, որ ինչ որ արվում է, օրակարգ շեղելու համար արվում։ Այս կատակով դե Մոնիկա Բելուչիի պատմությունը գիտեք ինչ համար եմ ասել, ինչ վերաբերվում է այսօրվա դեպքին, չեմ թաքցնի, որ ազգային ժողովում են մարդիկ, որոնք որ ծխախոտ են օգտագործում, իմ կոնկրետ այքոսի հետ կապված էր, դա նորություն չէ, ինձ թվում է ազգային ժողովի ամբողջ պատմության մեջ Գերագույն խորհրդից սկսած մինչև այս մեր գումարման ազգային ժողով մարդիկ օգտագործում են, դա որևէ մի կերպ խնդիր չի հարուցել, բայց այսօր որոշ մարդկանց թեթև ձեռքով ոստիկաններ հրավիրվեցին ազգային ժողով եւ տուգանեցին, կարծում եմ չեն կասկածում, չէ՞ մեր հայրենակիցները, որ ես չեմ էլի զանգե ոստիկանություն ասել, որ ազգային ժողովում այքոս օգտագործողներ կան, կոնկրետ 50,000 դրամ տուգանեցին։ Տուգանեցին, բայց ես բողոքարկել եմ, որովհետև ընդմիջմանը ես իրավունք ունեմ, ինձ թվում է, դա նորմալ երևույթ է, խնդիր չի դա, այստեղ տուգանքի չափը չի այդքան կարևոր կամ այդ երևույթը չի բանը, ինչքան որ ես նորից եմ կրկնում, նման դեպք ազգային ժողովում չէ եղել եւ ինչ որ մեկը միգուցե նաեւ իմ էմոցիոնալ ելույթից կամ իմ հարցադրումներից այդքան էլ իրան լավ չի զգացել եւ այդ մարդիկ հրավիրվել են ազգային ժողովներ, չի որ այդ մարդիկ եկել են, այդ մարդիկ կոնկրետ հանձնարարականով եկել են, որ սա անեն, դե այսինքն կարծում եք ձեր հարցադրումներով է պայմանավորված։ Սուր հարցադրումներ եք արել դրա համար իսկ ինչով է պայմանավորված, ինչով է պայմանավորված իմ անձի նկատմամբ այսքան ուշադիր վերաբերմունքը, ինչով է պայմանավորված, որ օրինակ իմ մեքենան պարբերաբար բարեկային ծառայությունը կանգնեցնում է եւ օրինակ ռուսերեն ասած ագնետուշից էլ է փնտրում, որ ման գա, ինչա ոնց է հայերեն անունը չգիտեմ էլի դրա հայերեն անունը ոնց է չեմ կարող ասել, բայց օրինակ հենց որ ես տալիս եմ, ասում եմ, քթիտակ ասում են, որ ոնց ես ունեիք, դուք ասենք, սա պարբերաբար բնույթ է կրում, էլի, ոչ միայն այս ազգային ժողովի դեպքը, այլ եթե չլներ ես ամեն ինչի, ես կմտածեի, որ հա դե մի դրվագը, բայց պարբերաբար նման բաներ լինում է եւ չգիտեմ ինչով է պայմանավորված։ Շատ սիրելուց է ինձ եւ շատ են սիրում իշխանություններից։ Ընդմիջման ժամանակ բանավիճում էիք պատգամավորներով ընդդիմադիր եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության խաղաղության պայմանագրի շուրջ էր բանավեճը եւ դրանով եք պայմանավորում, որ հետո ոստիկանությունը եկավ։ Չեմ ուզում ինչ-որ մի բանով պայմանավորվեմ, չեմ կարող պնդել, որ հենց դրանից էր, բայց որովհետև այդ ժամանակ են ասում, որ օգտագործել եք։ Բայց այդ բանավեճը եղել է, այդ ընդմիջմանն է եղել այդ բանավեճը, եւ չգիտեմ էլի, չեմ կարող ինչ-որ մեկին կոնկրետ մեղադրեմ, բայց համենայն դեպս ճիշտ եք նկատել։ Այսօրվա Արարատ Միրզոյանի այցից, ելույթներից ինչ տպավորություն ունեք, ձեզ ասում էին, որ դուք անընդհատ մեծ հայք եք պատկերացնում, մեծ հայքից եք խոսում, իսկ իրենք իրական Հայաստան են փորձում կառուցել եւ չպետք է խանգարեք, որպեսզի նրանք կառուցեն, այլ հակառակը օգնեք իրենց։ Որն է այդ իրական Հայաստանը, օրինակ որ Շիրակը մեկ էլ Արմավիրի մարզ ասում են դա Արևմտյան Հայաստանն է, կամ որն է այդ իրական Հայաստանը, որ ասում են ցեղասպանությունը հարցը կասկածի տակ են դնում, կամ որն է այդ իրական Հայաստանը, որ ասում են մոռացեք Արարատ լեռան մասին, կամ որն է այդ իրական Հայաստանը, որտեղ որ Արցախ բառը օգտագործելը համարվում է
այսպես ասած մեղք, արդեն հասել ենք այն իրավիճակին, երբ որ Արցախ բառը անգամ չեն արտաբերում, որն այն իրական Հայաստանը, երբ որ այստեղ ադրբեջանցիները գալիս են եւ երգում, պարում, ուրախանում, Ղարաբաղ երգի երգում, այն որն է այդ իրական Հայաստանը, երբ որ թշնամական պետությունն ասում է անկախության հռչակագիր, սահմանադրություն պիտի փոխես եւ հաջորդ օրը կամ րոպեներ անց իշխանությունը լցվում է դրա գործունին ու սկսում է գովերքել, թե սահմանադրությունը դե մենք պիտի փոխեինք, այսպես այնպես անենք, կամ որն է իրական Հայաստանը։ 29743 քառակուսի կիլոմետրը, որը պահպանում ենք։ Երբ որ գիտեք, ես այսօր էլ Արադ Միրզային հարց տվեցի, ասի, բա այդ ասում եք սահմանազատում ու սահմանագծում, չէ՞։ Կոնկրետ դրանից էլ հարց գնաց։ Այդ սահմանագծում, սահմանազատումը ո՞ր քարտեզներով են անում։ Ես տարիներ առաջ եմ այդ հարցը տվել, կամ միգուցե մի տարի ավել առաջ, ասում եմ, որ քարտեզներով եք անում, ինչու է օրինակ 20-ական, 30-ական թվականների քարտեզներով են անում, ասացին, մի քանի քարտեզով չեն անում, եթե կոնկրետ այդ քարտեզով անեին, Տավուշից հայրենահանձնում չէր լինի, այն Տավուշից, որտեղ որ ես այդ տարածքներում մեծացել եմ, այդ տարածքները իմ պատմական հայրենիքը չեն, այդ տարածքներում ես ապրել եմ, ես այդ տարածքներում մեր հայրենակիցները, իմ Տավուշցի ընկերները այդ դաշտերում, այդ հանդերում, այդ տարածքներում խաղացել են, ուրախություններ են նշել, այսինքն դա իրական է եղել այդ ամեն ինչը, դա պատմական չի եղել։ Հիմա ինչ է, ես մեծ հայքից եմ, հա, ասենք բան, ասենց ասեմ ես։ Չէ, իհարկե։ Իսկ անընդհատ զիջելով ինչ են անում իշխանությունները, պետք է կրկնվեն, բայց այն ժամանակ էլ գալիս են Տավուշ, ասում են, եթե չհանձնեք, Ալիևը գալու է ձեզ մորթի։ Չի անցնում մի տարի, գալիս ասում, եթե այս փաստաթուղթը չստորագրենք, պատերազմ է լինելու։ Այնինքն եթե զիջումը չանենք, պատերազմ է լինելու։ Ինչքան զիջում պետք է անենք։ Միուչեք ո՞րն է այդ զիջումները։ Ինչի չեն ասում մեր կարմիր գիծը էս է, ու սրանից այնքան մենք էլ զիջումներ չենք անելու։ Կամ ով ասեց այդ խաղաղության պայմանագիրը, որ այդքան լավ պայմանագիր է։ Ինչի են տենց ատամներով պաշտպանում, որ ընդդիմությունը չգնա եւ չկարդա։ Չնայած մեծ առումով արդեն պարզ է ինչ։ Արդեն պարզ է, պարզ է, բայց կետ առ կետ միգուցե այնտեղ փոփոխություններ են արվել, միգուցե այնտեղ ասենք սենց ասեմ էլի, շատ տողեր կան, դեռ տողատակեր կան, չէ՞։ Մենք վստահ չենք, չէ՞, որ իրանք բանավոր փոխըմբռնումների արդյունքում կամ այդ տողատակերում ուրիշ բաներ, նույն այդ ռևանշիստական ուժերը, որ ասում են, ռևանշիստական ուժերի համար այսօր հարց ենք տալիս։ Ասում ենք կոնկրետ ինձ կուսակցությունը, որ ես ներկայացնում եմ, իրանք բազմաթիվ անգամներ ասել են, դուք ԿՊԱ-ականներն են ասել, դուք ռևանշիստ եք։ Հիմա ինչ այդ հոդվածով դաշնակցականներին տանելու են դատեն, չէ՞։ Որ մենք ասում ենք, որ չէ, Արցախ վերադարձ պետք է լինի, արցախցիները պետք է գնան իրենց բնորանը, որ էթնիկ զտում ցեղասպանություն ա եղել, բռնի տեղահանում ա եղել։ Ասում եք, որ ազգային ժողովը ընդունենք այս ամեն ինչը, Հռոմի ստատուտը վավերացնենք, որ միջազգային նացիաներում Ալիևին պատասխանատվության ենթարկենք։ Վլադիմիր Վարդանը կոկորտը բաներ անում, ասում էմոցիոնալ բաներ էր ասում, ասում էր հայի ցավերին վերջ կդնի այս։ Չեք ուզում մեր ցավերին դարման լինի, չեք ուզում որ հանցագործները պատերազմի սրտաճմլիկ բաներ էր ասում, այդ մարդիկ պատասխանատվության ենթարկվեք, դուք չեք ուզում ենք, ենթարկեցիք։ Հիմա միջազգային նացիաներից հետ եք քաշում։ Ուրիշ բան, ասում են գերիներից քիչ եք խոսում։ Ասում են մեր լռությունը դա ամենամեծ աջակցությունն է իրանց։ Որ ասում ինչպես կասեր դասակ իրոք ասենք ո՞րն է տրամաբանությունը դուք լռում եք այն մնացած երկրներն էլ որ կան որ մեզ մատնացույց են անում մեզ ընդդիմությանը եւ մասնավորաբար մեր են կառույցներին որ զբաղվում են հայդատի մասնախոսքը հայդատի մեր հանձնախմբերին ասում են եթե ձեր իշխանությունները ոչ ԵԱՀԿ-ում են ծպտուն հանում ոչ ուրեմն ԵԽԽՎ-ում են ձեն հանում, ոչ միտեղ ձեն ու ծպտուն չեն հանում։ Մենք ի պիտի անենք։ Կոնկրետ ասեք ինչ է, ու հակառակը, որ մի բան է լինում է, ասում են պրոցեսներ են գնում, մեզ մի խանգարեք։ Պրոցեսներ են գնում, որ գերիները մնան այնտեղ, հա։ Ու այսօր առանց ամոթի զգացման, ասել դե մենք լռում ենք, մեր լռությունը ուրեմն դա դրանով մենք աջակցում ենք։ Կեղծավորությանը, տգիտությանը երեսպաշտությանը չափ ու սահման գոյություն ունի։ Այդ չափ ու սահմանը այս մարդիկ վաղուց անցել են։ Կամ որևէ հիմնավորում բերեցին այսօր դուք այնտեղ ներկա եք։ Արադ Միրզյանը ասեց մի կետ որ բխում Հայաստանի Հանրապետության շահերից, որ մի հատ հաջողություն ունենան, հիմա ինչ ձև կներկայացնեին։
Որն է այդ հաջողությունը։ Ես կարողա լավ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդ եմ, իմ տեսանկյունից եմ նայում, լավ դուք ձեզ տեսանկյունից խնդրում եմ ինձ պատասխանեք այդ հարցին, բայց դուք հարց տվողն եք հասկանում եմ։ Դուք ասացիք, հասկացաք մի բան, որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Խնդրում եմ ինձ ասեք։ Դե ասում եմ այնտեղ այնպիսի կարգավորումներ կան, որը այսպես ապահովագրում է հետագա ռազմական գործողությունների։ Որն է ապահովագրում, երբ որ Ադրբեջանը իրենց հայտարարությունից հետո այնինչ որ պիտի համատեղ հայտարարություն լիներ, այդտեղ չի լինում, հետո Ալիևն էլ, Ջեյհուն Բայրամովն էլ, ուրեմն Հաջիևն էլ որ կա, Հասանով, Հաջիև եւ չգիտեմ իրար չտալով այդ ադրբեջանական իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ մենք չենք վստահում հայկական կողմին, զրոյական վստահություն կա, ու հետո մի քանի կետ են ավելացնում։ Խոսում են, չգիտեմ, ռեպարացիաներից, խոսում են մեր զինված ուժերի ուրեմն ապառազմականացումից, բայց մի քանի րոպե։ Դե ասում են դա պայմանագրում չկա, դա ուղղակի դրանք տողատակերն են, բայց չի համար եմ ես ասում տողատակերը, բայց ինչի համար եմ ասում տողատակերը։ Ամեն նախադասության մեջ կան տողատակեր։ Այդ տողատակերը այդ մարդիկ ասում են, այդ տողատակերով իրենք հասկացնում են ինչա։ Հիմա ինչ ա ուզում, կարճ ասեմ ձեզ, ինչ ա ուզում Ադրբեջանը։ Ադրբեջանը կուզի, որ միջև հիմա ինչ կա ամրագրվի եւ ավելին ստանա։ Ընթացքում էլ ավելին ստանա։ Մենք ոնց կարանք մենք հրաժարվենք։ Մենք ոնց կարանք հրաժարվենք, օրինակ նորից եմ պիտի կրկնվեմ, բայց մենք ոնց կարանք մեր հայցադիմներից հրաժարվենք։ Ոնց կարանք հայցադիմներից հրաժարվենք։ Ասում է փոխադարձաբար սկզբունքով է այդ ամենը արվում եւ պայմանագրում չկա այնպիսի կետ, որը փոխադարձաբար չի արվում եւ միակողմանի կարգավորում է։ Միակողմանի արվում, միջև մի հայկական կողմը որևիցե մի բան Ադրբեջանից չի ստացել։ Տեսեք 20 թվականից հետո, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ասում էր, որ մենք պետք է այնպիսի բանի գնանք, որ բանը ձեռք տա Հայաստանին, ձեռք տա Ադրբեջանին, ժողովուրդներին, բանին, հայ ժողովրդին, ինչն է ձեռք տվել։ Ինչն է հայ ժողովրդի շահերից բխել։ Անդադ զիջում, Արցախի մի մասը, հետո Արցախ ամբողջությամբ, հետո Սյունիքից, հետո Տավուշից, հետո ականազերծման քարտեզներ, հետո գերիներ, գերիները իրանք ամբողջ գերիները այստեղից տանում են, մեր գերիները մնում են այնտեղ։ Ու անդադ հոխորտանքներ, անդադ պահանջների բավարարում։ Ձեն չանեք, ծպտուն չանեք, Արցախ բառը չասեք, ձեզ խելոք պահեք, ձեր տեղի իմացեք ու անդադ ճնշումներ։ Հիմա այսօր ամբողջ օրվա այդ հանձնաժողովի ժամանակ անընդհատ Արարատ Միրզոյանն ասում էր, որ սա միակ, այսպես ասած, ճանապարհն է, որ մենք կարողանանք հարաբերությունները կարգավորենք։ Եթե մենք չենք գնում այս ճանապարհով, ուրեմն մենք պետք է պատերազմի պատրաստվենք։ Դու կռացած ես, դու ծնկած ես, Չնամիտ տեսնում է, որ դու ծնկած վիճակում ես եւ որևէ մի բան չես անում, ամեն անգամ ես այսօր էլ ասեցի, իմ մոտ դեժավյու է, որ ամեն մի քանի ամիսը 1 տարին 1 գալիս են ու ասում հերթական հանձնումը պետք է անենք, հերթական զիջում անենք ու ուրիշ այլընտրանք չկա, այդ այլընտրանքը պատերազմն է։ Իրենք ահաբեկչի հոգեբանությամբ են առաջնորդվում, ահաբեկում են մեր հայրենակիցներին, թույլ տեղը գտել են, որ մարդիկ պատերազմից էս ամեն ինչից հոգնած, իհարկե պատերազմ չեն ուզում եւ դա օգտագործելով անընդհատ այդ թեստն են առաջ տանում, զիջելով մեր ամեն ինչը, մեր ինքնությունը, մեր տեսակը, ամեն ինչը, զիջում են ամեն ինչ եւ դա ի վերջո բերելու է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը իրենց թեթև ձեռամբ, եթե ասեն շարունակվի, Հայաստանի Հանրապետություն գոյություն չի ունենալու։ Մենք ունենալու ենք սպասարկող անձնակազմ, որը որ այստեղ այդ խաղուցան խաչմերուկո այդ որ ասում են, չէ, ես պատկերացնում եմ թուրքերը, ադրբեջանցիները գալիս են գնում են, այստեղ այս ամեն ինչ որ մենք ունենք ձեռք են բերում իրենք, որ տես նպատակներ ունենք, մի քանի միլիարդ, ինչ են ասում Ադրբեջան, մի քանի միլիարդ ինվեստիցիա անենք Հայաստանում, ամբողջը մերն է ալնելու, տարածքներ, չգիտեմ, շինություններ եւ այլ, պետք կլինի ուրիշների անով, բայց տերերը մենք կլինենք եւ այլը, մեկ էլ մյուս, ու հայ ժողովուրդը լինելու այդ դրանց սպասարկող անձնակազմը, դուք Բաքվի դատավարություններից չեք տեսնում, որ այս մարդիկ հայերի հետ խաղաղ ապրելու ցանկություն չունեն։ Նոր են խոշտանգել այդ մարդկանց։ Մի քանի օր առաջ են այդ մարդկանց ադրբեջանական բանտերում Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Իշխանյանին, մեր մյուս ուրեմն հայրենակիցներին
Ո՞նց են վերաբերվում։ Այդ դատական ֆարսը որ կա, այսինքն դուք մի իշխանության, դուք մի երկրի հետ եք թուղթ ստորագրում, որ այդ մարդիկ ինչ արդարության մասին է խոսքը, ինչ մարդու իրավունքների պաշտպանության մասին է խոսքը, ինչ բարոյականության մասին է խոսքը։ Իսկ մի քանի օր առաջ մի կին էր զանգել, որը 2 երեխային սպանել էին Արցախում։ Հենց այդ էթիկ զտման արդյունքում։ Եկել եք խոսում եք Թրանտ Մաթեոսյանի այդ տողերը որ կա էլի, որ ասում է մարդը բանից կենթանուց հիշողության բա տարբերում չէ։ Հանդում հեն բանն էլ ասում է, կենթանին էլ արածում, առանց հիշողության, առանց որից բան։ Ոնց կարանք մենք հավատանք, ոնց կարանք Թուրքին հավատանք, ադրբեջանցուն ոնց կարանք հավատանք։ Այսօր Արարատ Միրզոյանն ասում է, որ այդ ամենը գիտենք, որ եղել է, բայց ի վերջո պետք է կարողանանք նաև առաջ նայել եւ գործընթացներ ծավալել եւ իդեպ ձեզ մեղադրում էր, ասում էր դուք մասնավորապես Դաշնակցությանը, որ այս ամենը բարձրացնում եք, անընդհատ դեմ եք խոսում խաղաղության պայմանագրին, որովհետեւ դուք ուզում եք, որ գուբերնիա դառնա Հայաստանը, ձեր նպատակը դա է։ Ինչը մոռանանք, ասենք էթնիկ մի տարի մի քիչ ավել առաջվա էթնիկ զտումն ու ցեղասպանությունը մոռանանք, Ադրբեջան ասենք մոռանում ենք այդ ամեն ինչը եւ ադրբեջանցիները մեզ կսկսեն հարգել, հավասարը հավասարի պես ընդունել, իրենց պահանջները բավարար են, մեզ հարգելու ենք, մենք ասենք մեր սրբությունների այնտեղ ոնց է այդ գերեզմանները ավիրում, ոնց է մեր մշակութային կոթողները ավիրում, դե ավիրեք, դե ինչ ասես արեք այդտեղ, մենք էլի մեկա անշեղորեն գնում ենք ձեզ ենթարկվելու եւ հնազանդվելու ճանապարհով, այդ թուլությունը, այդ չգիտեմ, այդ վիճակը, այդ սողացող սողալը միջև երբ պետք է լինի, ով է հարգելու։ Թույլին, խեղճին, սողացողին, տկարին, նվաստին ով է հարգելու։ Հիմա Հայաստանը գուբերնիա դարձնելու մտադրություն ունեք, թե ոչ, ինչի մեջ մեղադրում է ձեզ Արարատ Միրզոյանը։ Այ Հերմինե ջան, այդ ցավը տանեմ, ինչ գուբերնիայի մասն է խոսքը։ Հիմա ձեր հարցին հետեւյալ կերպ էլի անդրադառնամ։ Հիմա օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները օրինակ հաշվի անցնում Ռուսաստանի Դաշնության հետ։ Նույն Ռուսաստանի Դաշնությունը որոշակի առումով նաև նույն կերպ նաև վերաբերվում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, նաև միմյանց առաջարկներն ու բանը ընդունում են, գնում են նոր աշխարհակարգ, նոր աշխարհը վերաբաժանման է ենթարկում ազդեցության գոտիների բանի։ Մենք մեր ասածը որն էր, այն երկիրը, որը որ տարիներ շարունակ հանդիսացել է քու ռազմավարական դաշնակիցը, այն երկիրը, որը որ մինչև հիմա այս իրավիճակում ճիշտ է շատ խնդիրներ, շատ խնդիրներով հանդերձ, այս իրավիճակում գետնի վրա, ասենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բարելավումը, լավարկումը, դա մեր երկրի համար կենսական նշանակություն ունի։ Որն է սրա գուբերնիա ալնելը։ Այդ է գուբերնիան, որ ասում ենք ռուսների հետ լավ հարաբերություններ ունենանք, Իրան Իսլամական Հանրապետության հետ լավ հարաբերություններ ունենանք, Վրաստանի հետ նույնպես ռազմավարական, նոր դաշինքներ ձևավորենք, նոր ծրագրեր մշակենք իրար հետ, վերաֆորմատավորենք այդ ամեն ինչը։ Շրջաբերականով դաշնակցական վերջացնեմ ասեմ, այդ է նորմալ ճանապարհը, թե նորմալ ճանապարհն է, որ դու դառնաս թուրքական վիլայետ, որ խաչերը հանես, որ թուրքերն ու ադրբեջանցիները չնեղվեն, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, այդ ճանապարհների վիճ այդ խաչերը հանեք, հասկանում եք ինչի համար էր ասում այդ խաչերը հանեք, որ թուրքերն ու ադրբեջանցիները չնեղվեն։ Սուվերենությունից խոսում է մի մարդ, որի Ալիևի պահանջով Սահմանադրություն է փոխում, անկախության հռչակագիր է փոխում, Արցախ բառը չեն ասում, ինչ սուվերենության մասն է խոսքը։ Ախր այդ ամեն ինչ այնքան ակնհայտ է։ Ադրբեջանը ինչ պահանջ ասում է, լուրումուճ անում են։ Ոչ միայն պահանջներն են անում, այլ նաև անձնական հարաբերությունների մեջ շատ երկրների առաջնորդներն են։ Ալիևին տեսնում է, չէ, մոռանում է խոսալու կարողությունը։ Հիշատակում էին Մոռանում է խոսալու կարողությունը մարդը մոռանում է, հասկանում եք։ Վախեր կա։ Ասում էր, բա Պետրոսի մոտ ասում էր, ես նենց ասում էր, բան կանեմ, բաներ կասեմ, ասում Ադրբեջանը մի օրը ասում է կպայթի ասում է։ Պետրոսի մոտ չէր ասում, պայթեցրու դե Ադրբեջանը։ Բախի չես պայթեցնում։ Թե խելոք, խեղճացած, վիզը ծուր գնալով Ալիևի մոտ կանգնելով դու բանես, խաղաղություն ես մուրալու։ Էդ է խաղաղությունը։ Ու ադրբեջանցիք էլ ասել են դե գնա քո խաղաղությունը։ Իրանց երեխեքին են դաստիարակում հայերին, հայատյացության։
Տեսեք ինչ են սարքել Բաքվում։ Հայի, զինվորի մանիկեններն են դրել եւ իրանց երեխեքին ստիպում են որ գնան այդ չեմ էլ ուզում ասեմ ինչ անեն։ Ախր ամոթա խայտարակությունն է դա մեր համար։ Խայտարակություն։ Դաշնակցության շրջաբերականի հետ կապված։ Իսկ արժանապատվությունը կներեք։ Չի վաճառվում։ Արժանապատիվ լինես, քեզ կհարգեն։ Անարժանապատիվ լինես, թույլ լինես, խեղճ լինես, քեզ որտեղ հասնես, որտեղ բռնեն քեզ այդ անելու են նենց ոնց որ իրանց է հարմար։ Շրջաբերականը, որ դաշնակցությունը ընդունել է եւ իշխանությունը անընդհատ այդ մասին խոսում է, այդտեղ ինքնիշխանությունն արդյոք Հայաստանի նվազեցման մասին կա։ Դաշնակցությունը շատ միավորման մասին կա։ Դաշնակցությունը շատ շրջաբերական է։ Դաշնակցության շրջաբերականները մի բանի մասին են։ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ազատ, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի անկախ, Հայաստանի Հանրապետությունը պետք է հզորանա Եվ ինչի համար ենք ասում, որ ոչ թե խոսքեր ենք ասում, ինչի համար ենք այսօր նաև դաշնակցության մասին ասում։ Դաշնակցությունը գործով ապացուցել, ոչ թե խոսքով, գործով։ 700 տարի պետականություն չենք ունեցել, փաստա, դաշնակցությունը ստեղծել է առաջին հանրապետությունը։ Պետությունը ստեղծել, որի հիման վրա եղել է սովետական հանրապետությունը։ Գանք 90-ական թվականներին Դաշնակցությունը առաջինն է զենք վերցրել, գնացել Գետաշեն, Մարտունաշեն, գնացել Արցախի տարբեր բնակավայրերում ինքնապաշտպանական մարտեր սկսել։ Տեսեք, էլի ազգային հերոսներից սկսած, մինչև այդտեղ զոհված մեր դաշնակցականների անունները։ Ամեն երրորդ դաշնակցականը զոհվել է այդ պատերազմում։ Կամ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը։ Ես ծննդով արցախցի եմ։ Ես մի քիչ ինձ համար շատ այդ ամեն ինչ անձնական է, բայց ամոթ է, այսինքն ես այդտեղ շատ հարազատներ ու բարեկամներ եմ կորցրել ու այսօր կանգնել ասել, որ գիտեք ինչ կա, Արցախը արցախցիները այնքան նենգուստորեն, ասում արցախցիները չկռվեցին, արցախցիները չպայքարեցին, այս չարեցին, այն չարեցին։ Ամոթա գետինը մտնեք դուք։ Արցախցիները 30 ավել տարի պայքարել են, այդ հողի համար այդքան պայքարող, հողին այդքան կարճած, մարդիկ չեն եղել։ Ու հենց որ տեսել են, որ արդեն ցեղասպանության են ենթարկվում, ուրիշ այլ ընտրանք չի եղել, այդ մարդիկ ինչ պետք է անեին։ Պետք է մնային կոտորվեին, վերջնականապես այդ 120,000 մարդը պետք է կոտորվեր, այդ էր ձեր ուզածը, որ չլներ, չկա Արցախցի, չկա Արցախի հարց, դա ձեր ուզածը։ Ախր Այս մարդիկ չգիտեմ էլի ինչ Ամեն դեպքում վերադառնալով խաղաղության համաձայնագրին, որի շուրջ էլ այսօր ամբողջ օրը քննարկումը ծավալվեց արտգործնախարարի հետ, երեք վարչապետի աշխատակազմի ղեկավարը այդպես հայտարարության տեքստ էր գրել, ըստ էության ասում էր, որ իրենք դուխով են եւ հաջողել են խաղաղության օրակարգը, իսկ նախկինները դուխ չեն ունեցել դա անելու, ֆրացրել են, վախեցել են, ինքնասիրահարված են եղել եւ օրակարգը ի վերջո չեն կարողացել անել, բայց Փաշինյանը կարողացել է այս պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Ինչ են արել նախկինները։ Նախկինները ուրեմն երբ որ Հայաստանի Հանրապետությունը իր անկախության մասին հռչակել, այդ օրերից սկսվել է նաև Արցախի ազատագրումը, նախկինները Արցախ են ազատագրել, նախկինները մեր սահմաններն են ամրապնդել, նախկինները Հետո հարցը չեն կարգավորել ասում են։ Նախկինները բանակցային փաթեթը բերել են, հասրել են Աշճանի, որ 18-19 թվերին իր սեղանի վրա եղել է Արցախի կարգավորման փաստաթուղթ։ Թող հրապարակի այդ փաստաթուղթը։ Դուք որպես լրագրող Նիկոլ Փաշինյանից պահանջեք այդ թուղթն էլ իր մոտ, ասում են շատ թղթեր։ Ասում են նախագահին է դա ուղղված եղել։ Շատ թղթեր կա կորել։ Եթե նկատի ունեք ԵԱՀԿ միսկի համանախագահների առաջարկը։ Պարչի որ էդի ամոթա դրա նման բան ասել։ Իր սեղանին են դրել Հայաստանի Հանրապետության ղեկավարը, վարչապետն է եւ իր սեղանին են դրել, թող հիմարություններ դուրս չտա։ Չի կարելի նման բաներ ասել, այդ թուղթը իր սեղանին է եղել եւ էլի առաջարկներ են եղել, թող այդ առաջարկները որ կար վերջնական։ Հիմա եթե նայես 90 թվականների եւ նաեւ միջև իր ցեղանին դրած փաստաթուղթը, դրանք տարբեր ժամանակահատվածին, ինչպես նաեւ իմ գործընկերն ասեց Լևոնը Քոչյան, քարի վրա դրել են։ Իհարկե միջազգային հանրությունը սկզբից դժկամության բան ընդունել, հետո ընդունել է, հետո Միսկի խումբը ինչի համար է ձևավորվել։ Արցախի հարցի կարգավորման։ Հիմա Արցախի հարցը կարգավորման
դրույթ ամրագրվել ինքնորոշման իրավունքի դրույթն ամրագրվել ուժի չկիրառման եւ այլն այս մարդ եկել ասել է իմ զրոական կետից սկսում եմ ինչ բանակցություն ինչ բան վերջում էլ գնացել է բանակցությունները իրան գժի տեղ դրել ես եմ ասում էդի ձայնագրությունները կան գժի տեղ դնող մարդ իրան գնացել է իրան դրել լավ տուղտեղ իրան գժի տեղ ա դրել ու բանակցությունները ձախողել է այդ բանակցությունները ձախողելուց հետո էլ պատերազմ ա բերել Ինչ էին ասում խուսափել եք որոշումներ կայացնելուց խաղաղություն հաստատելուց մենք որոշումները կայացրել ենք բայց մենք հետեւյալն ենք ասել ենք մենք գնում ենք համագործակցաբար Մինսկի խմբի համանախագահների հետ Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ այդ գործը հասցրել են այնքան տրամաբանական ավարտին, որ Ալիևը հայտարարել է, որ փակ դռների հետևում ինձ ստիպում են Արցախի անկախությունը ճանաչել։ Դա Ալիևն է ասել, մի մոռացեք դրա մասին։ Այ միջև այդ կետն է եկել հասել։ Էդի ստացել է Նիկոլ Փաշինյանը, վերջում ինչ արել Նիկոլ Փաշինյանը, պատերազմա բերել, ասում եմ կարար այս ամեն ինչը չլներ, բայց հետո ինձ ինչ են ասել են դավաճան, այսինքն 5000 հոգուն տարել ես զոհել ես, հիմա էլ այդ մարդկան ծնողներին քարշ ես տալիս, հերոսացին ծնողներին բանում, եռաբլուրում։ Ասում ես դե ինչ անեմ ասում ես բանը։ Ու պատերազմնել ընթացքում ոչ կանգնացրել ես, ոչ էլ փորձ ես արել որ բան անես։ Բունկերներում ծվարած է եղել։ Հիմա ինչ քայլեր պետք է արվի։ Այս ամենը կապելու է, եթե դուք վտանգավոր եք համարում։ Ու հեսա վերջացնեմ միտքս ու բան։ Ու հիմա Արցախը կորցնելուց հետո էլ մտածում եմ որ դե Արցախի հարցը չլինի Հայաստանը հանգիստ կապի, հանգիստ ապրում է հարց եմ տալիս։ Հայաստանը հանգիստ ապրում է, ո՞րն է այդ հանգիստ ապրում։ Ո՞ր մի հայ մարդն է հանգիստ քնում։ Չէ, մի հատ էլ Հայաստանից պիտի զիջումներ անի, մի հատ Հայաստանից պիտի տարածքներ տա, մի հատ Հայաստանի հաշվին պիտի բան անի։ Ու սենց նվաստացած գնանք միջև վերջ, այդ է ժառանգություն ստացել եւ այդ օրին ա բերել հասրել մեր հայրենակիցներին, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կարա ադրբեջանցին գա մտնի Հայաստանի Հանրապետության տարածք, Սյունիքում օդանավականի վրա կրակի, ես վերջերս դրա մասին էլ խոսացինք, չէ։ Օդանավականի վրա կրակել են ադրբեջանցիները, Սյունիքի օդանավականի վրա։ Հետո որ հետ ադրբեջանցին գալիս աստեղ Հայաստանի Հանրապետության տարածքում մարդ է սպանում, պահնորդի սպանում էր։ Ինչ արին, վերցին, հանձնեցին փառք ու պատվով։ Թարմ բաներ եմ ասում։ Հիմա եթե դուք համարում եք, որ այս պայմանագիրը վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար, ինչ է արվում ընդդիմության կողմից։ Ես չեմ ասում, որ վտանգավոր է, դա ցանկացած ուրեմն մարդ, որը որ տեսնում է, թե այս ամեն ինչը ոնց է սկսվել եւ ինչ ընթացք է ստանում, եւ մենք մեր մտահոգությունները այսօր ինչ ենք ուզում ենք հիմա ինչպես պետք է կապել ասում եմ ձեզ էլի մենք մի որ հարցեր տվել ենք այդ հարցերի պատասխանները չենք ստացել այսինքն պարզա որ այս իշխանությունները այդ առումով որևէ պատասխան չունեն հիմա ընդդիմությունը որ ասում եք ընդդիմությունը ինձնից սկսած ինձնից ասեմ որ ոչ մեկ չնեղանա ամեն ինչին պիտի պատրաստ լինի փողոցային ոչ միայն ընդդիմությունը այլ նաև հայ մարդուն ու ընդդիմությանը իրար չպիտի տարանջատեն այն մտահոգ մարդիկ որոնք որ տեսնում են որ այս իրավիճակն է պետք է դուրս գան եւ պայքարեն որ այս իշխանությունները հեռացվեն այսօր ես իրանց էլ եմ կոչ եմ արել հեռացեք որ Հայաստանը պետք է առաջնորդեն չէ փրկվի ժողովրդին դե օրինակ մենք էլ այդ առաջնորդությունը ստանձնել ենք մենք էլ տարբեր պայքարներ մղել ենք ինչ որ մի բան չի ստացվել բայց դա չի նշանակում որ եթե ինչ որ մի պահ ինչ որ մի բան չի ստացվել ուրեմն վաղը միսօր կներեք վերջացնեմ վաղը միսօր չի ստացվելու մեզ պետքա որ ուրեմն այն ինչ որ այն հազարավոր մարդիկ որ դուրս են եկել փողոց պետք է կազմակերպված ուժ լինի այդ կազմակերպված մարդիկ պետք է կարողանան խաղաղ անհնազանդություն իրականացնել եւ հասնել այն վիճակին որ իշխանությանը ստիպեն որ հրաժարական տա ճնշմամբ խաղաղ անհնազանդությամբ ճնշմամբ պետք է հասնենք նրան որ Նիկոլ Փաշինյանը եւ իշխող խունտան հրաժարական տա դա մի ուժի խնդիր չի ասել ենք մի կուսակցության խնդիր չի ու ամեն մի կուսակցություն ու ամեն մի քաղաքական միավոր պարտավոր է սրա հետ կապված իր դիրքորոշումը արտահայտի այլևս վերջ պետք է ջրբաժանը լինի հերիք է ամեն մեկ իր ասենյակներում նստած ստատուսներ գրի մի հատ էլ մուննատ գան
ինչ որ մի մարդկանց, որոնց մոտ էլ ինչ որ մի պահի ինչ որ մի բան չի ստացվել։ Հատ հրապարակներ կան եւ այն քաղաքական գործիչներին եմ ասում, որոնք որ չեն ուզի որ այս կամ այն քաղաքական ուժի հետ անցնեն այդ ճանապարհը, դաշտը բացա, կարող են այդ ուղղությամբ պայքարել անել։ Մենակ այդ ստատուսներից բանից դուրս գան։ Գետնի վրա, հողի վրա պիտի գործ անեն, պիտի աշխատեն։ Մեր ժողովրդին էլ համոզենք, ասենք, խոսենք մեր հայրենակիցների հետ, որ սա այլևս անհանդուրժելի է, սա արդեն մեզ համար կարմիր գիծ է։ Պիտի դուրս գանք եւ պայքարենք միասին։ Եթե կտեսնեն, որ Գառնիկ Դանելյանը կամ մյուս մի ինդիմադիր փախչում է, հրաժարվում է, գնում է, միջև վերջ իրանց կողքը կանգնած չի, թող ամենավերջին խոսքերն էլ ասեն այդ մարդկանց։ Բայց եթե տենում է, որ մարդը կռվում է, պայքարում է, ուրեմն պետք է գնան պայքարողի կողքը կանգնեն։ Ոչ թե մի հատ էլ մուննատ կան, ասեն, բա փրկեցիք իրանցը, բա փրկեցիք Արցախը։ Ճիշտ չի այդ ամեն ինչը։ Մենք պայքարել ենք, բա դուք ինչ եք արել։ Միգուցե դուք գայիք ստացվեր, միգուցե այդ ուժը որ կար, որ գար սատարեր, ստացվեր, բայց մարդկանց ասելու բան չկա, բայց քաղաքական ուժերին է մնացածին, որ իրանց համար կներեք հովտեղ բան արած են, թինկը տված են, բան չկա ասելու։ Հիմա երբ է դաշնակցությունը դուրս գալու պայքարի կամ Հայաստան խմբակցությունը, ձեր քաղաքական ուժը։ Ես գիտեք ինձ օրինակ կներեք անհամեստության համար, բայց այդ հարցը չպիտի տայի, որովհետև ես կարծես թե տունել չեմ գնացել։ Միշտ էլ փոխոցում ենք, մեր հայրենակիցների հետ ենք, մեր պայքարը չի դադարել, մեր պայքարը ավելի լայն թափով պիտի սկսվի եւ խնդիրը գիտեք ինչ կա, խնդիրը դուք մեր հարցով ես ձեզ հավաստիացնում եմ, դուք համոզված եղեք, որ մենք պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք առաջիկայում։ Խնդիրը նրանում է, որ այդ պայքարը Էլ եմ կրկնում, պայքարի հաջողությունը կախված է մեր սիրելի հայրենակիցների, մեր պայքարի, իրենց պայքարի, մեր բոլորիս պայքարի։ Բայց ձեր քաղաքական ուժում կա այդ նպատակը կամ որոշումը երեկվա դեպքերից հետո խաղաղության պայմանագրի հետ կապված, որ արդեն եղավ որ համաձայնեցել է, արդյոք այդ որոշումը թե դուք առանձին եք դուք պիտի կասկած չունենաք առնվազն մեր քաղաքական ուժի, Դաշնակցության եւ Հայաստան Դաշինքի, որ որևէ մի վարկյան անգամ չի մտածում, որ ինքը պայքարից մի միլիմետր անգամ շեղվի։ Հանրապետական կուսակցությունը օրինակ պահանջում է, որ անհապաղ հրապարակեն վերջնական տեքստը եւ ասում է, որ պետք է անպայման միջազգային միջնորդների եւ առանց անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթուղթ չստորագրվի։ Հիմա այս պահանջով, այս մտահոգություններով փողոցային պայքար կծավալվի առաջիկայում թե ոչ։ Ես կարծում եմ, որ առաջիկայում իհարկե փողոցային պայքար կծավալվի։ Ես կարծում եմ, սա այս նաև այս ձեր դուք Հանրապետական կուսակցության հանրապետական կուսակցության հայտարարությունը, որ արեցիք, այսօր մենք նույն բանը նաև Արետ Միրզոյանին ենք ասել։ Ասենք հրապարակեք, քանի անգամ ենք ասել։ Ասենք դե հրապարակեք, տեսնենք ինչ է։ Մեզ չեք թողում, որ փաստաթղթին ծանոթանանք։ Դատի ենք տվել, չէ՞ մարդկանց։ Դատի ենք տվել, որ չէ, ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը բարձր ձայնով Արետ Միրզոյանին ասեց, չթողեք, որ ընդդիմությունը ծանոթանա փաստաթղթին։ Այս էլ մի հանցագործություն էլ է սա, ով ես որ չթողեց որ խորհրդարական երկրում պատկերացնում եք պատգամավորներին թույլ չեն տալի ծանոթանալ։ Միասնական պայքար լինելու է, թե ոչ թե առանձին եք պայքարելու։ Ես միշտ ասել եմ, դրա համար շատ տեղերից նաև քարկոծվում եմ եւ այլը, բայց շարունակելու եմ ասել, մենք արդյունքի կարող ենք հասնել, մի օրակարգներ կա։ Ինքը օրակարգեր կա պայքարելու, Նիկոլ Փաշինյան հեռացնելը օրակարգ չի, թե օրակարգ է։ Օրակարգ է, չէ՞։ Այո, օրակարգ է։ Օրակարգ է։ Բայց հիմա օրակարգ է բերվել մեկ այլ հարց, թե ով է բերել Փաշինյանին։ Դե օրակարգ է, դե եթե Նիկոլ Փաշինյանին հեռացնել օրակարգ է, ուրեմն այդ օրակարգի շուրջ ոչ մեկ պիտի ձեն ծպուտ չանի, պիտի գա պայքարի, ոչ թե բան անի, դե խնդիրը գիտեք ինչ է, վաղը նորից եմ կրկնում, այնքան թիրախավորել են պայքարող մարդկանց, որ վաղը միսօր խնդիր լինի, մարդը կարող է սրտով ուզեն նայել, որ դուրս գա, ինչ որ չափով նաև պատասխանատվություն եւ առաջնորդություն իր չափով ստանձնի, չկարենա։ Չի կարելի տենց բան։ Ուրիշ տեղում որ մարդիկ իրանց վրա այդ պատասխանատվությունը վերցնում են, պայքարում են, հալածանքների ենթարկվում են, այդ մարդկանց գոնե առնվազն չեն թիրախավորում։ Հիմա ես նորից եմ կրկնում, մեզ պետք է իհարկե ուժերի համախմբում,
մեկ տեղում, ինչի համար ենք այս բառերը անդադ ասում։ Միասնության, միասնական ուժերով, նաև մեկ կուսակցության ու մեկ անձի խնդիր չի, սա մեր լինելության խնդիրն է, մշակութային գործիչներ, քաղաքական գործիչներ, ազգի էլիտան պիտի ոտի կանգնի։ Հիմա անդիմությունը կարող է հավաքվել այս տարաձայնությունը։ Ժողովրդի մեղադրենք։ Ես միշտ ասում եմ, ժողովուրդը բան արեց, ժողովուրդը բերեց, ժողովրդին մեղադրենք, ժողովուրդը Նիկոլին չի քշում, ժողովուրդը չէ, մենք ենք մեղավոր։ Քաղաքական ուժերն են մեղավոր, անհատներն են մեղավոր, էլիտան, գործիչներն են մեղավոր։ Պետք չի մեղավորությունը գցել ժողովրդի վրա։ Եվ իհարկե այդ մեղավորությունը, որ գտնենք մեր մեջ եւ այդ քայլերը կատարենք, անենք ինչ որ հարկնա, եւ վերջնարդյունքում կհասնենք հաջողության։ Ես դրանում չեմ կասկածում։ Դրա համար պետք է ամեն մեկն էլ մի քիչ անձնական ամբիցիաներն էլ մի քիչ զսպի։ Այս երկրում պետք է 46 վարչապետի տեխնացու չլինի, էլի, բայց այդ 46 վարչապետի տեխնացուն էլ, որ ինչ որ մի հատ ֆորս մաժորային իրավիճակ աստեղծում, ոչ մեկին չես կարող գտնես։ Սա անհասանելի են դառնում։ Այսինքն մարդը պետք է առաջնորդություն ստանձնի, մարդը պետք է պայքարների մեջով անցնի, մարդը պետք է թրծվի, այս ամեն ինչի միջով, ոչ թե մարդը կա ասում, դե տվեք ինձ աթոռը, ես բան անեմ, կառաջնորդեմ, դες չի լինում, դες չի լինում։ Պետք է մարդը նաև այդ զրկանքների, այդ հալածանքների, այդ ամեն ինչի մեջով անցնի, նոր այդ մարդը արդեն այդ կրիտերիաներից հետո նոր կարողանա ինչ-որ մի բանի հավակնի, ոչ թե տենց բաներում, ինչ-որ սալոններում, բանում կամ չգիտեմ, կաֆեներում, բանում լայվեր անեն, ասեն մենք բան ենք, հա, ուժեղ հայրենասերներ ենք, տենց չի լինում։ Դուք այսինքն կարծում եք, որ պետք է փողոցային պայքար ծավալվի, որքան հնարավոր է շուտ եւ ոչ թե սպասել ընտրություններին։ Ես կրկնում եմ, որ փողոցային պայքար պետք է ծավալվի եւ այդ փողոցային պայքարը պետք է լինի ոչ թե նրա համար, որ մի հատ էլ փողոցային պայքար անենք, գալոճկա դնելու համար, այդ փողոցային պայքար անենք մեր վերջնանպատակին հասնելու, ուժերը համատեղելու, կազմակերպված գործելու, ու այս անգամ էլ արդեն պետք է ամեն մեկը ազնիվ անկեղծ ասի, ինչու է ընդունակ, ինչի ընդունակ չի։ Հիմա խորհրդանական ընդդիմությունը բոլորն են այդպես մտածում։ Ինչի համար եմ ասում։ Ես ասում եմ նրա համար, որ մարդկանց խոսքերն ու գործերը պետք է իրար հետ մի ձև լինեն, էլի, ոչ թե մի բան ասի, մի այլ բան անի։ Եվ դրա համար շատ կարևոր է, որ ամեն մեկի խոսքն ու գործը իրար բռնի։ Եվ այդ առումով ես կարծում եմ նաև իմ գործընկերներին եմ միշտ կոչ արել, որ պետք է մեր հասարակությունը հատիկ առ հատիկ իմանա բոլոր այն մարդկանց, որոնք որ պայքարի խրամատը լքում են, որոնք որ խոսում են, գալիս է գործ անելու ժամանակը, կողքեր գտնվում ես, տենում ես այդ մարդը որ պետք է լինի ստեղ չի։ Հասկացաք ինչ եմ ասում, երևի թե։ Այ հենց այդ լինի, ամեն ինչ տեղ կընկնի։ Թիմում ձեր համակարծիք են ձեզ հետ, որ պետք է փողոցային պայքար ծավալել։ Դե ես թիմին ես չի որ ինչ որ հատիկ բոլորի հետ զրուցել եմ, իմ կարծիքն այն տեսակետն է եւ նաեւ ես կարծում եմ, որ իմ թիմում էլ ուրիշ բան չեմ կարծում, թե ինչ որ մեկը պայքարին ուրիշ կարծիք ասի, թե թիմի մարդիկ այս տարիների ընթացքում ցույց են տվել, էլի որ իրենք պայքարից վախեցողը չեն, թե առաջնագծում կլինի, ռազմի դաշտում կլինի, թե ստեղ կլինի, որ մեր պայքարի, մեր ընկերները կարծենք թե ցույց են տվել իրենց։ Ուղղակի միջև համախմբվեն, միջև կազմակերպվեն, հնարավոր է շատ ուշ լինի, որովհետև արդեն համաձայնեցված է բոլոր կետերը եւ եթե ընդդիմությունը կարծում է, որ կարող է պայքարով խոչընդոտել այդ ամենը, ապա պետք է։ Ես չեմ կարծում, թե սա օրերի հարց է, օրերի հարց չի։ Ես չեմ ասում դանդաղեն, դանդաղել պետք չի, բայց շատ շտապողականություն, որովհետև գործ կա անելու էլի, այդ գործն էլ, այդ տնային աշխատանքը, այդ գործերը դի նաև արվի, որ վերջնարդյունքը չլինի, նորից եմ կրկնում էլի, որ մեր գիտեմ, որ մի քանի անգամ մեր հայրենակիցների մոտ նաև հուսահատություն ա եղել, հուսախաբություն ա եղել, որ պայքարը չի հասել իր վերջնանպատակին եւ մենք պետք է այնպես անենք, որ դա հերթական փողոց դուրս գալ չլինի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։